Քաղաքապետարանի աշխատակիցներ են եկել դատական նիստին, հավանաբար իրենց քաղաքական թիմին են վերել, որպեսզի որպեսզի աջակցություն հայտնեն Արամ Սարգսյանին, թուրքական ծրագրերին, որպեսզի աջակցություն հայտնեն, քաղաքապետարանի ինչ-որ աշխատակիցներ են եկել, հիմա չգիտեմ, թող ուրիշները, այսինքն ով որ ճանաչում է, թող մի հատ տեսնեն ովքեր են սրանք, ովքեր որ ճանաչում են, թող արձանագրեն, որ աշխատանքային ժամերին արդյոք կարելի է գտնվել դատարանի դահլիճում աշխատանքային Այս էլ մեր դատախազներ, որ պահանջեց 3 ամսով կալանավորել Ստեփան Սամվելյանի, ուրեմն ակնհայտ ապօրինի մի հատ միջնորդություն ներկայացրեց, որտեղ հնարավոր չէ օրենքը շրջանցել, բայց նույն դատավորը, նույն այս մարդիկ Այս տիկինն էլ ժամանակին աշխատում էր ազգային ժողովում, նայեք, հետո դուք որտեղ եք աշխատում։ Ես էլ եմ ազգային ժողովում, պատգամավոր եմ եղել ինքը։ Դրա համար Կոստանջան, հավել եմ որտեղ իրավունք չես նկարել։ Դուք հանրային վայրում եք։ Հանրային վայրում եմ եւ հանրային վայրում ես ասում եմ։ Ձեր անհայրենիքներին տարեք ձեր դռանը կապեք։ Անհայրենիքը ձեր ղեկավարն է, ում Լավ, արդեն ավել պակաս խոսում եք արդեն, էդի երազում եք։ Ձեր ղեկավարն, այդ ձեր որ երկիրը ուզում եք ծախեք, այդ ձեր ղեկավարը Նայիրի Հունանյանի անձնական սպասարկող, լսի քեզ ինչ եմ ասում, Նայիրի Հունանյանի Չգիտեմ, քո մեջ կրող գնաց տեից, էլի խես եկել հիմա դրթում ինչ-որ բանի գնաց տեից։ Էժանակին բաները սանում է գնաց տեից է։ Էժանագին տեսեք, Էժանակին է, Այդ էժանակին։ լիմոն է որ կիլոգրամով չէ որ առել է։ Հայաստանի Հանրապետությունը տեսեք ոնց են քանդում տարբեր տեսակի, տարբեր տրամաչափի գործակալները։ Տարբեր տեսակի, տարբեր տրամաչափի, նայեք ինչքան Լավա որ նկարում եք Տիկին Փոստանջան։ Հələ մի րոպե։ Լավավոր մի րոպե ցույց մնացեք։ Ցույց մնացեք։ Ուրեմն այդ ծանր հիվանդությունները ինչ ունի ձեր Հարու ջան մի րոպե էլի։ Հարուտ։ Լավ կթողած ես խոսամ ես չեմ հասկանում։ Հələ մի րոպե ցույց մնացեք հələ։ Իմ խոսքի ազատությունը Ձեր ասելով ես Հենց հիմա կարամ 5 հոգի մարդ սպանեմ ու խելոք գնամ տուն, որտեղ իմ հիվանդությունները ձեր պաշտպանի հիվանդություններից 4 անգամ շատ են, 4 անգամ շատ են։ Այդպես ձևերով գլուխը կախ, ես հիվանդ եմ, ձևերը էլի կա թափեք, սաղ կյանքները ձևեր թափելով որտեղից առել։ Հա? Բա ինչի չի հերքում։ Ասում եմ հեյմանդարից եմ առել ձեր վստահորդը։ Տիկին Փոստանջան, դուք հիմա փաստերը խեղաթյուրում եք ախր, դուք փաստաբան եք։ Ախր նայեք տեսագրությունը հրապարակային է։ Նայեք տեսեք, մահճակալի տակից մարդ ասում է ես ձեռք եմ բերել Բայց այդ ո՞նց է մտնում մահճակալը։ Դուք գաղտնալսումներին ծանոթացեք մի հատ, գաղտնալսումները։ Դուք չեք ուզում հասցնեք ձեր վստահորդի հարցաքննությանը, որովհետև իր պատվիրատուներն են բացահայտվելու։ Շատ լավ ուզում եմ ձեր պատվիրատուները։ Այս հոգեկան խանգարում ունեցող մարդու հետ ինչ եք խոսում։ Ով բանը հասնի հարցաքննություններին կերևա ով է։ Դուք ամեն ինչ արեք, որ ժամ առաջ հասցնեք ձեր վստահորդի Սամվելյանի դեմ Այս մարդիկ են եկել Սամվելյանի դեմ Լավ էլի դուք ուզում եմ ասել պրոստո ամոթ Free News-ն հրավիրել էին, որպեսզի Free News-ը յանց լուսաբաներ այս խմբի ներկայացուցիչներին հրավիրել էին, որ Free News-ը Այս տղան էլ ոնց որ թե քաղաքապետարանում է աշխատում, դու քաղաքապետարանում եք աշխատում, աշխատանքային ժամին եկել եք այստեղ Դուք եք աշխատում, Տիկին Նայիրի Հունանյան հեռացեք ստեղից։ Վայ, Դուք որտեղ եք աշխատում, Ես քո հետ եմ նստում, դու էլ ես հավաքան, իսկ ինչ չես աշխատում, արտահասիկային աշխատող եք, Արարատի ԱԱԾ-ի Ամնեզիայով դարավում ես, չէ՞ դու։ Ու ամիան այդքան սուտ որտեղից հնարեցիք։ Գիտեք, եթե այդքան ձեր պաշտպանյալ այդքան վիճակում լիներ, հիմա հանգու
Օֆիցիալ կլներ, այդ փաստը ֆիքսեք։ Աստված ջան, բնականաբար։ Բնական բացարձակ։ Մենք ուզում ենք ձեր հանգուցը, ձեր պաշտպանյալը հայտնի այնտեղ։ Դուք ինչ եք ուզում։ Իմ պաշտպանյալը ճիշտ տեղում չի։ Ձեր ղեկավարը Արամը պետք է ճիշտ տեղում լինի։ Այդ ձեր Արամը, որը երազում է Թուրքիայում սիթիներ բացել եւ տանել այնտեղ ինչ որ տանել։ Ուզում եք այդ սիթիում վաճառողներ։ Չէ, ձեր Արամն է ուզում։ Դուք եք ուզում վաճառող լիներ, սիթիներ բացել Թուրքիայում։ Այդ ձեր երազանքն է, որի մասին խոսում է ձեր Արամը։ Ժամանակ